շարունակեմ մեղադրանքի վարչակցության կապված հարցերը։ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց դատաքննության ընթացքում մեզ ներկայացրեց մեղադրանքը մեր պաշտպանության հնարավորությունները եւ ակնհայտել, որ մենք պաշտպանվում ենք յուրորեն, մոտավորապես անորոշ մեղադրանքից։ Սակայն հետագայում ինչ արեց դատարանը Դատարանը ոչ միայն սրբագրեց մեղադրանքի կողմի, այսպես ասած, թերացումը։ Մեր գնահատմամբ դատարանը փոխեց մեղադրանքը, հաստատեց նոր մեղադրանք, նոր փաստեր, նոր երանգավորում տվեց մեղադրանքին եւ ըստ էության Միքայել Սրբազանին դատապարտեց մի մեղադրանքում, որը նրան առաջադրված չի եղել դատաքննության ընթացքում քննարկված չի եղել։ Ես հիմա հատուկ փորձեմ դրան ներկայացնել։ Նախ դատարանի ուշադրությունը կուզեմ հրավիրեմ մեղադրանքի կառուցվածքի վրա, ի սկզբանե ինչպես էր մեղսագրված։ Մեղսագրված էր մեկ առաջ երկու նպատակ կառուցվածքով։ Ըստ էության, ինչպես նշվեց անընդհատ շրջանում, անորոշ խոսույթը եւ ըստ էության սրանով կատարել է իշխանություն զավթելու ոչ, ժամանակական կարգը դրի տապալելու ոչ։ Բայց անցակազմի իմաստով մենք տեսնում ենք սրանք երկու տարբեր գործողություններ են եւ ի սկզբանե մենք այս առումով էլ ենք ակնկալում դա որը որնա ժամանակական կարգի տապալման մասը, որնա իշխանության զավթման մասը։ Այսինքն մենակ կառուցվածքը հուշում էր արդեն, որ չի համապատասխանում մեր մեղադրանքը, մեղադրանքի ներպետական եւ միջազգային ընդունված պահանջներին, քանի որ այս պահանջները հուշում են, որ մեղադրանքը դետալային հնարավորինս հստակ նկարագրվի, մեկնաբանվի, պարզաբանվի մեղադրյալին, որպեսզի պաշտպանության իրավունքը իմաստ ունենա, առարկայական լինի եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում մյուս կտորը 25 թվականի հարցազրույցի կտորը, որը մեղադրանքի մասեր պաշտպանվում։ Հիմա տեսեք, մեր գնահատմամբ, որ նախ պարզ չէր մենք որ նպատակից պաշտպանվեինք, ինչը պիտի ապացուցվեր, ապացուցման առաջ կան քանիզներ, այլընտրանքայիններ, մի հատ էր։ Իսկ արդեն մենակ երկու տարբերակով մեղադրելու հանգամանքը ցույց էր տալիս, որ հենց ինքը դատախազությունն է կասկածի տակ դրել սուբյեկտիվ կողմը, քանի որ չի կարողացել կողմնորոշվել մեղադրյալի միակ իրական նպատակի հարցում։ Սա նշանակում է, որ հանցակազմի պարտադիր հատկանիշ է սուբյեկտիվ կողմի էական տար, ի սկզբանե չի ունեցել ապացուցվածության անհրաժեշտ շեմ, խորություն։ Ուրեմն տեսեք, դատարանն իր ակտում բացառելով սահմանադրական կարգի տապալումը եւ ըստ էության հաստատված համարելով միայն իշխանության զավթումը, ոչ թե իրականացրել է արդար դատաքննություն, այլ ընտրել է դատախազության կողմից տրամադրված այլընտրանքային տարբերակներից մեկը։ Այսպիսի մեղադրանք, այսպիսի անորոշություն եւ այսպիսի այլընտրանքներ չի կարելի։ Սա խաթարում է արդարադատության բունեությունը։ Այլապես կարելի է հախուռն միշտ ամենից բերելից է եւ թողնել դատարանին ասել կոպիտ ասած այսքանի մեջից դե մի բան առանձնացան, մի բան գտի, մի բանի մեջ մեղավոր ճանաչի, որը խաթարում է պաշտպանության բունեությունը։ Եվ հենց սա տեղի ունեցավ մեր դեպքում առանց շապազանցի։ Հիմա այսպես ասած, այսքան կոչի փնտրտուքների մեջ մենք ինչի հայտնվեցինք, եւ այս հարցը նաեւ շատ կարեւոր է, որովհետեւ նախորդ դատական նիստերում էլ հաղորդման բովանդակային մասը քննարկելու առումով իմ գործընկերը ներկայացրեց, որ դատարանը նաեւ տվել էր այս տեսակ մեկնաբանություն, որ կանդրադառնա դրդապատճառով մեղադրանքի ըստ էության էությունը, այսպես ասած, հաստատել փուլում, եւ այս առումով հիմա այն ինչ որ ասեմ, չափազանց կարեւոր։ Տեսեք, դատարանը ձևափոխեց մեղադրանքը, նախ հանեց մեջից սահմանադրական կարգի տապալման կտոր։ Դատարանը հանեց մեջից 25 թվի հարցազրույցի կտորը։ Այդ պահը կրկին կարևոր է։ Ուզում եմ մի պահ մեջ բերել սա։ Այս համատեքստում դատարանի համար ընկալելի չէ, թե ինչ նկատում են մեղադրանքի կողմը վերահաստատել քանի որ սույն պարագայում իրավական եսույթ չէ։ Մասնավորապես, եթե մեղադրանքի կողմը նկատի ունի մեկ միասնական դիտավորության շրջանակում մի քանի արարք կատարելու հանգամանք,
ապա նշվածը բացառվում է այն հանգամանքի անշպարման, որ քննիչը պաշտոնապես բարձրանել է, որ արդ նվարտվել է փետրվարի 3-ին։ Մինչդեռ շարունակող հանցագործության պարագայում այն պետք է դիտարկվեր այս վերջին օրը։ Այլ կերպ մեղադրանքի բովանդակությունը կազմող, սա մեղադրանքի բովանդակությունն է կազմում, եւ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանք հանդիսացող News.am լրատվական ալիքին 25-ի հունիսի 21-ին հարցազրույցը դատարանը չի գնահատում որպես առանձին դեպք։ Այսինքն դատարանը հանեց սա եւ հիմա ուզում եմ կարդամ ինչի մեջ մեղավոր ճանաչեց դատարանը։ Դատարանը իր դատարաճյուղում նշել է այսպիսով. դատարանն արձանագրում է, որ խոսքը կարող է գնահատվել որպես կոչ, եթե դրանով փոխանցվում է հստակ ուրացում։ Հետևաբար, խոսքի իրավական գնահատման ժամանակ չպետք է սահմանափակվել միայն դրա ձևի, բացահայտ եւ հրամանական լինելու չափորոշիչով, այլ պետք է հաշվի առնել խոսքի ենթատեքստը, խոսողի դիրքը եւ ազդեցությունը, լսանին կարգման հնարավորությունը, նպատակն ազդեցությունը կոնկրետ ժամանակային եւ սոցիալական միջավայրում։ Այս համատեքստում հատկանշական է Զանան ընդդեմ Թուրքիայի գործը, որի շրջանակներում Եվրոդատարանը փաստել է, որ թեև առաջին հայացքից հայտարարությունը դատապարտում է սպանությունները, սակայն կոնտեքստում այն համարվել է որպես թաքնված կոչ ահաբեկչությանը հաշվի առնելով տարածաշրջանի պայթունական իրավիճակը եւ լսանի զգայությունը։ Հիմա դատարանի մեղադրանքը անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում մեղադրյալի կողմից հնչեցված խոսքին դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի խոսքում ասվում է, մեջ բերել է մի քանի ոչ անկեղծ, մի քանի, այսպես ասած, կապակցություն, շակերտները փակ։ Այս հնչեցված խոսքը, եթե դիտարկվի կոնտեքստից կտրված եւ զուտ լեզվաբանական առումով, ապա այն իր բովանդակությամբ գուցե կարող է գնահատվել որպես պատմողական նախադասություն անցյալի գործողությունների վերաբերյալ։ Մինչդեռ դատարանը գտնում է, որ հիշյալ խոսքի իրական նպատակն ու ակնկալվող արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել այն, որ դրանում պարունակվում է ուշադրություն, գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ընդ որում այդ անհրաժեշտությունը բխում է օրինական եղանակից զատ այլ եղանակով իշխանափոխություն կատարելու անհնարինությունից, ուստի առաջին հայացքից պատմողական նախադասությունն իր մեջ պարունակում է հստակ ուղերձ, ինչը կատարելու անհրաժեշտությունն էլ հաստատվում է ընտրություններով հնարավոր չի, սա փոխել հնարավոր չի արտահայտությամբ։ Հիմա տեսանք ինչ արեց դատարանը։ Դատարանը մեր գնահատմամբ փորձեց փրկել վիճակը եւ իսկապես անփոցելի փաստարկներին շրջանցելով, որ այո, թեև առաջին հայացքից կարծես թե այստեղ կոչ չկա, ինքը ստեղծեց փաստեր, ինքը կոչը դիտարկվեց թաքնված ուղերձի տեսքով։ Այսինքն մենք ողջ դատաքննության ընթացքում պաշտպանվում ենք էլի անորոշ, բայց գոնե մի բան հստակ էր։ Ուղիղ այսպես ասած դասական կոչից, դատարանը մեղավոր ճանաչեց Սրբազանին, թաքնված կոչը չստեղծեց։ Սրանք էատեստարվեր բաներ են, դատարանն ասեց, այո, ձեր այդ նախադասությունները, ձեր բառերը կարծես թե նորմալ են առաջին հայացքից, բայց ես դրա տակ տեսնում եմ ուղերձ եւ այդ ուղերձն եմ դիտում հանցավոր եւ այդ ուղերձի համար եմ դատապարտում։ Հիմա նախ դատավարության տրամաբանության տեսակետից հարկ է նշել, որ անկախ հիմնավորվածությունից մեղադրանքը ներկայացնողը դատախազն է։ Հենց նա պետք է ներկայացներ մեղադրանքը։ Դատարանի նման առանձնացներ բառակապակցություններ, նշեր թե որ բառակապակցությունն ինչ նշանակություն ունի մեղադրանքի համար։ Ամենակարևոր հատվածը կառուցվածքային առումով։ Հենց դատախազը պետք է մեկնաբանել ու նշել, որ այստեղ ուղիղ կոչ առկա չէ, այլ այս առաջին հայացքից պատմողական նախադասությունների մեջ թաքնված է հստակ ուղերձ, անպայման նշելով ինչպիսի ուղերձ, եւ ներկայացնել, որ դա է կոչը։ Խոսք, որն ունի ուղերձ։ Սակայն դատախազները դա չեն արել։ Դատախազները ուրիշ մեղադրանք են պաշտպանում։ Ավելին, մենք բազմիցս տարբեր խնդրել ենք, միջնորդել ենք, պահանջել ենք ցույց տալ, թե որն է կոչը, ինչպես է դրսևորվում եւ այլն, ինչից պաշտպանենք, ինչպես տեսանք, այդպես էլ չեղավ։ Իսկ այսքանից հետո դատարանի նման
վարքագիծը կարծես ցույց տար դատախազներին, թե ինչպես պետք է վարվել եւ այս իրականությունում ինչպես պետք է լրագրական երամ առնել։ Սակայն դատարանին նշեմ, որ նույնիսկ այս գործողության մեջ էլ դատարանը ակամա թերացել է եւ ըստ էության թույլ է տվել էլի մի շատ խախտումներ։ Նախ մեր գնահատմամբ մեղադրանքից պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն նկարագրված փաստերից պաշտպանություն, այլև դրանց տրված մեկնաբանությունից պաշտպանություն։ Ուստի դատարանը չէր կարող այդ փաստերին տալ այլ մեկնաբանություն, քան մեղադրանքով տրվածներ։ Այսինքն մեղադրողը իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ մեղադրողները դժվարանում են ցույց տալ, որ ունեն կոչ։ Նշում են, որ ամեն ինչ նկարագրված է մեղադրանքում։ Սակայն դատարանը փաստերի ակնհայտ ճշմարտակ խոստովանում է, որ թեև առաջին անցքից կարծես թե խնդիր չկա, վերլուծում է կոնտեքստ, այդտեղ է տեսնում ուղերձ եւ դա է համարում կոչ։ Գտնում ենք, որ եթե կոչը պետք է մեկնաբանվել ուղերձի տեսքով, ապա դա պետք է ոչ միայն նկարագրվեր, այլև հենց այդպես մեկնաբանվել մեղադրյալին։ Այսինքն մեղադրյալը պետք է պաշտպանվեր փաստերի հենց այդ մեկնաբանությունից։ Այս ողջ խառնաշփոթը եւս մեկ անգամ ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը եւ սրբազանի ամեն կերպ դատապարտելու մեղադրանքը։ Ուրեմն եթե մեղադրանքում ներկայացված է արձագանքի բովանդակությունը, իսկ մեղադրողը պարզապես այն համարում է կոչ, բայց չի նշում, թե որ հատվածն է կոնկրետ, ապա մեղադրանքն ինքնին անորոշ է։ Ուր մնաց թե դրան տրված ուղերձային մեկնաբանություն։ Անհնար է արդյունավետ պաշտպանություն իրականացնել, չիմանալով, թե ինչից է պաշտպանվում, ուղիղ բառերից ու արտահայտություններից, որոնք մենք գուշակում ենք, թե առավել ևս թաքնված ուղերձներից։